Բարի երեկո հայրենակիցներ, շնորհավոր բոլորիս հաղթական եռատոնի հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման եւ ԼՂՀ պաշտպանության բանակի կազմավորման առթիվ։ Մայիսի 9 սկսված մեր ազգի հաղթական երթը շարունակում է եւ թող շարունակվի դարեր։ 71 տարի առաջ մեծ աշխարհի հետ ցնծած փոքր Ղարաբաղը հերոսության ու ազգերի միասնության խորհրդանիշ հանդիսացող այսօրը նշում ենք հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը։ Հիշում ենք ու խոնարհվում բոլոր նվիրալների, մեր հայրերի ու պապերի հիշատակի առաջ։ Ազգերի միասնություն ասվածը հետագայում այլ երանգներ ունեցավ եւ իրադարձություններն այլ կերպ դասավորվեցին։ Ինչ խոսք ազգային հողի վրա թշնամության կերպար ստեղծելու ոտնահարել մյուսների իրավունքները շնորհակալ գործ չէ։ Հենց 92-ի այսօրն էլ պետք է կտրվեին կապանքները, կոտրվեին բոլոր կարծրատիպերը։ Եվ արցախցին պետք է կիրարկեր իր ազատ ու անկախ ապրելու իրավունքը։ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում հաղթանակը հաղթանակի ետևից գրանցվեց, հայկական եռագույնը ծածանվեց Շուշիում։ Շուշիի ռազմագործողության ժամանակ առաջին անգամ տրվեց մարտական հրաման։ Տարանջատ գործող ինքնապաշտպանական ջոկատները գործում էին մեկ միասնական հրամանատարության ներքո։ Չկար բանակ, բայց կար մարտական հարուստ կենսագրություն ունեցող բանակներին հատուկ մանրակրկիտ մշակված ռազմագործողության պլան, ինչն էր հետագայում հիմք հանդիսացավ պաշտպանության բանակի կազմավորման։ Եվ որն այս դարձավ եռատոն, հաղթանակի, ուժի եւ միասնության տոն։ Հաղթում են նրանք, ովքեր հիշում են, եռատոնին նվիրված միջոցառումների շարքը Ստեփանակերտում սկսվել է հարգանքի տուրքով։ Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի եւ Հայաստանի հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ ծաղկեպսակ է դրել Ստեփանակերտի հուշահամալիրում խոնարհվել հայրենական մեծ պատերազմում եւ Արցախյան գոյամարտում զոհված հայրենիների հիշատակին։ Այնուհետև պաշտոնական պատվիրակությունը մեկնել է Շուշի, ծաղիկներ խոնարհել Տանկուշ արձանի պատվանդանին ու մոմ վառել Ղազանչեցոտ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում։ Այսօր Բերդաքաղաքում բացվել է լուսանկարիչ Մարտին Շահբազյանի աշխատանքների ցուցահանդեսն ու ներկայացվել է Արցախ վերածնունդ գիրքը։ Երկրի ղեկավարը ցուցահանդեսի առաջին այցելուների շարքում էր։ 24 տարվա հեռավորությունից կրկին միասնական ու կրկին մեկ նպատակի համար ավանդույթի ուժով մայիսի 9-ին Ստեփանակերտը վերածննդի հրապարակից է շարժվում դեպի հուշահամալիր, այն նույն հրապարակից, որտեղից սկիզբ է առել ժողովրդական շարժումն ու հաղթել պարտադրված պատերազմում։ Վազգեն Ալավերդյանը մասնակցել է Հունգարիայի պատերազմին, հայրն էլ զոհվել է մեծ հայրենականում, անկեղծանում է, փորձել է ժամ առաջ լինել եղբայրական գերեզմանոցում, ծաղիկ է խոնարհել, հիշել նաև հորը, 82-ամյա արցախցին հպարտ է, պապերի գործը որդիները հիմա էլ թոռներն են շարունակում։ Մեր Արցախ աշխարհից հայրենականը մասնակցեցին 45000 եւ վերադարձան ընդամենը 22000, դույն 4 մարշալ, 21 հերոս, մեկ կրկնակի հերոս Նեսոս Ստեփանյանը եւ 43 գեներալ։ Այդ բոլորը մեզ նվիրում են, որպեսզի մենք միշտ քանի որ դեռ կենթանի ենք հիշենք նրանց հիշատակը վարբայենք մեր բոլորի սրտերում։ Մայիսի 9-ը հաղթանակի տոն է եւ մարդիկ հիշում են այդ հաղթանակի ճանապարհին ընկածներին։ Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Ստեփանակերտի հուշահամալիրում ծաղկեպսակ է դրել երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի եւ Հայաստանի հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ խոնարհում հերոսների հիշատակին։ Մեր ժողովուրդը մեկ անգամ եւս ապացուցեց, որ հերու չի կանգնած իր նախնիներից, որ իր հաղթանակը կկրի իր ձեռքով եւ կմոտեցնի մեզ ազատությունը։ Մենք այսօր ապրում ենք ազատ ու անկախ հայրենիքում, համոզված եմ, որ կգա օրը, որ հերթական մի մայիսի մենք նաև կտոնենք մեր հաղթանակի վավերացման օրը, իրավական նշանակություն ստացած օրը, եւ մենք հպարտությամբ աշխարհին ցույց կտանք, որ աշխարհում կա մի ազգ, որը որ իր ազատության համար պայքարեց, մարտնչեց ու հասավ դրան։ Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանի ասպետ կապիտան Իսրայելյանն Արցախյան ազատամարտում է դարձել։ Փակագծերը չի բացում, թե ինչի համար։ Համեստության հետ նաև զինվորականի մարտական ոգին է տեսանելի։ Կարենն ու Ալբերտը համազգեստով են։ Հայրն ասում է իր հետքերով են քայլում։ Հիմա նոր սերունդն էլ չեմ վատը, կարող է մի քիչ մեզանից ավելի լավ լինի։ Ինձ երկու սերունդ ունեմ, պատրաստում եմ հայրենիքը պաշտպանելու համար։ Չէ, լավ սերունդ է, իրաց գործողությունները կարող են կատարել։ Պաշտոնական պատվիրակությունը նախագահ Սահակյանի գլխավորությամբ ծաղիկներ է խոնարհել նաև Արցախյան գոյամարտում զոհվածների շիրիմներին։ Նրանց օրինակը թարմ է, նրա կողքին մերօրյա քաջերի արարքը, անգամ կյանքի վերջին վայրկյանին նռնակի պայթյունով խոցելով հակառակորդի դիվերսանտներին։ Փառք մեր հերոսներին, փառք մեր զոհված
առույս տղաներին եւ շնորհավոր բոլորիս տոնը։ Այնպիսի դասեր ենք տալիս, որ իմանան ոնց ենք սկսել, ոնց ենք անում, ոնց ենք հաղթում։ Այս ապրիլի 1-ից 5-ը մենք ապացուցեցինք ամբողջ աշխարհում, որ մենք պատրաստ ենք։ Պատրաստ ենք այնպիսի, որ կարենք հարվածային տանք մեր թշնամուն։ Մեր երեխեքը լավ գիտեն եւ բարյոկաբանական վիճակը մտնոլորտը մեր երեխաներին եւ զինված ուժերին ես համոզեմ, որ լավ է ու ճիշտ է։ Տանք հուշարձանն է։ Շուշիի ազատագրմանն այն առաջինը մոտեցավ քաղաքի մատույցներին։ Ծաղիկները զոհված մեխանիկ վարորդի եւ նշանառու օպերատորի հիշատակին են։ Տանկը հիմա էլ ծառայում է ժողովրդին, բայց արդեն ռազմահերենասիրական դաստիարակության իմաստով, ինչպես իր օրինակով հայրենիքին նվիրվել է սպարապետ Վազգեն Սարգսյանը։ Մայիսինյան միջոցառումների շարքն այսօր շարունակել է լուսանկարիչ Մարտին Շահբազյանը, տարբեր տարիների լուսանկարներ վերածնված Արցախի մասին։ Արցախ վերածնունդ ցուցահանդեսին ներկա էին նաև Արցախի երկրորդ ու երրորդ նախագահները, դույս է տեսել նաև հեղինակի համանուն գիրքը։ Հաջորդ գիրքը որ լինի կլինի անկախության ճանաչումը եւ կվերջացնենք կդառնա հանգիստ իր համար օրինական երկիր։ Այստեղ եմ ցանկանում եւ հույս ունեմ այդ կամ կապրեմ, որպեսզի այդ վերածնունդը եւ տեսնեմ բոլոր հայ ժողովուրդը Արցախի ճանաչումը։ Ղազանչեցոտ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու զանգերը կրկին ղողանջում են արդեն 24 տարի։ Շուշիի ազատագրման օրը երկրի ղեկավարությունն այստեղ է։ Հայ առաքելական եկեղեցու թեմակալ առաջնորդի հանդիսապետությամբ կատարվել է հանրապետական մաղթանք, օրհնվել հայոց բանակն ու Արցախի հանրապետությունը։ Նարեկ Սահակյան, Մերուժան Հայրապետյան, Մհեր Մկրտչյան, օր։ Հաղթանակի տոնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա արդիվ շնորհավորական ուղերձ է եղել նախագահ Բակո Սահակյանը։ Սիրելի հայրենակիցներ, հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի թանկագին վետերաններ, Պաշտպանության բանակի հարգարժան գեներալներ, սպաներ, զինվորներ, Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ հաղթանակի տոնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա արդիվ։ Տոն, որն իր մեջ ամփոփում է մեր ժողովրդի հաղթանակները, դառնալով հերոսության ու սխրանքի անձնվիրության ու հայրենասիրության խորհրդանիշ, տոն, որը փառավորելով մեր անցյալը լուսավորում է ապագան, ուղենիշ հանդիսանում սերունդների համար, սովորեցնում թե ինչպես պետք է ապրել ու արարել, սիրել հայրենիքը եւ պաշտպանել այն։ Այս տոնական օրը մենք մեծարում եւ գլուխ ենք խոնարհում մեր հերոս պապերի ու հայրերի առջեւ, ովքեր խորհրդային միության մյուս ժողովուրդների հետ ձեռք-ձեռքի հաղթանակ տարան հայրենական մեծ պատերազմում։ Գլուխ ենք խոնարհում Արցախյան ազատամարտում հաղթանակ կերտած քաջ հայրենիների առջև, ովքեր պաշտպանեցին սեփական հողի վրա ազատ ու անկախ ապրելու մեր ժողովրդի իրավունքը։ Այսօր հպարտությամբ կարող ենք ասել, որ ունենք մեծագույն մի հաղթանակ եւս։ Դա մեր երիտասարդ ծերունդն է, մեր նորորյա հերոսները, ովքեր պատվով են շարունակում իրենց նախնիների ավանդույթները, մարտի դաշտում հյուսելով նոր առասպելներ ու լեգենդներ։ Պաշտպանության բանակի մեր անձնուրաց զինվորներն ամուր են կանգնած իրենց դիրքերում եւ անառիկ են պահում Արցախի հանրապետության սահմանները։ Թանկագին հայրենակիցներ, մեր բոլոր այս հաղթանակները միասնության, վտանգի մեջ հայտնված հայրենիքը պաշտպանելու գաղափարի շուրջ համախմբվածության հաղթանակն են։ Վստահ եմ, որ այս ոգի միշտ կուղեկցի մեր ժողովրդին եւ մենք կտոնենք դեռ շատ հաղթանակներ։ Դա է մեր նահատակների հիշատակը միշտ վառ պահելու լավագույն միջոցը։ Դա է հարատևելու միակ ճիշտ ուղին։ Դա է մեր միակ ճանապարհը։ Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս փառապանց երաթոնի արդիվ եւ մաղթում խաղաղություն եւ նորանոր հաջողություններ մեր երկրին ու ժողովրդին։ Ասված է նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձում։ Շնորհավորական ուղերձ եղել նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Սիրելի հայրենակիցներ, սրտան շնորհավորում եմ ձեզ հաղթանակի եւ խաղաղության տոնի արդիվ։ Մեր ժողովրդի համար երկրորդ համաշխարհային պատերազմը դարձավ իսկապես հայրենական մեծ պատերազմ։ Բազում հայրենիներ կռվեցին իրենց հայրենիքի ազատության եւ լուսավոր ապագայի համար, պայքարեցին բոլոր ճակատներում, մարտի դաշտում եւ թիկունքում։ Այսօր մենք հարգանքի եւ երախտագիտության տուրք ենք մատուցում մեր հերոս նախնիների պայծառ հիշատակին, ովքեր 100,000-ներով ընկան չարիքի դեմ պայքարում։ Նաեւ հարգանքի եւ երախտագիտության տուրք ենք մատուցում ավաղ արդեն փոքրաթիվ այն վետերաններին, ովքեր այսօր էլ մեր կողքին են։
Սա ոչ միայն ռազմական հաղթանակի, այլև խաղաղության տոն է։ Խորհրդային միության մյուս ժողովուրդների հետ միասին մենք շատ թանկ գին վճարեցինք այդ հաղթանակի համար, վաստակելով խաղաղություն։ Այդ խաղաղությունը մեզ պատմական հնարավորություն տվեց որպես ազգ կրկին ոտքի կանգնելու տնտեսապես, մշակութապես եւ քաղաքականապես, եւ մենք գիտենք այդ խաղաղության գինը։ Սիրելի հայրենակիցներ, մայիսի 9-ը մեզ համար վերաիմաստավորվեց եւ վերարժևորվեց 1992 թվականին Շուշիի ազատագրմամբ։ Արցախի դարավոր մշակութային կենտրոնը, որ ավանդաբար լույս, կրթություն, գիտություն եւ արվեստ էր սփռել իր շուրջը, վերածվել էր շուրջ բոլորը մահ ու ավեր սփռող հրեշավոր կրակակետի։ Շուշիի ազատագրումը մեր կյանքի եւ մահվան հարցն էր եւ մենք նույն մայիսի 9-ին կրկնեցինք մեր հայրերի ու պապերի սխրանքը, բեկելով պատերազմի ընթացքը։ Այդ օրվանից 24 տարի անց անցյալ ամիս արդեն Շուշին ազատագրած ազատամարտիկների զավակները կրկնեցին իրենց հայրերի սխրանքը եւ նրանք դարեցին ոչ թե ֆիդայական ջոկատների, այլ արդեն կայացած կանոնավոր բանակի կազմում։ Նրանք ապացուցեցին, որ հայ ժողովրդի յուրաքանչյուր նոր սերունդ պատրաստ է նորովի եւ ավելի վստահորեն պաշտպանելու իր անվտանգությունը, խաղաղությունն ու իրավունքները։ Ասված է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում։ Շուշիի ազատագրումը հայոց պատմության ամենափառավոր էջերից է։ Այն հնարավորություն տվեց տարիներ շարունակ մեծ հպարտությամբ թերթել ու հիշել հայ ազգի ու հայոց պետության դժվարին, բայց լուսավոր ու հաղթական պահերը։ Փխրուն խաղաղության տարիները Շուշիի համար խաղաղ շինարարության ու ստեղծագործ աշխատանքի ժամանակաշրջան է։ Կրթություն եւ գիտություն, մշակույթ եւ արվեստ, տնտեսություն եւ շինարարություն, բոլոր ոլորտներում էլ Բերդաքաղաքը ամեն տարի ավելացող ձեռքբերումներով է դիմավորում հյուրերին։ Բարի գալուստ Շուշի 24 տարի առաջ Ստեփանակերտից բարձրացողներին այստեղ կրակոցներով են դիմավորել, այսօր առնվազն ժպիտներով։ Եվ ինչու միայն ժպիտներով, եռատոնից եռատոն Շուշին հյուրերին դիմավորում է նորացված դեմքով։ Ազատագրումից հետո Բերդաքաղաքում շատ բան է փոխվել։ Շուշին աստիճանաբար հայեցի դիմագիծն է վերստանում, 2015 թվականը եւս արդյունավետ էր այդ առումով։ Ավարտվել եւ շահագործման է հանձնվել Հայաստանի Ագրարային համալսարանի Շուշիի մասնաճյուղի մասնաշենքերը։ Ֆրանսիայի հայկական հիմնադրամի կողմից Շուշի քաղաքում կառուցվել է նորակառույց Եզնիկ Մոժյանի անվան արհեստագործական ուսումնարանը լիվ ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցված։ Շահագործման է հանձնվել քաղաքի գլխավոր փողոցներից Բորոշյան փողոցի, Ղազանչեսուս փողոցի վերջնամասը, Գարեգի Նժդեհ Մանուկյան։ Կարելի է ասել արդեն քաղաքի հիմնական կմախքը փողոցային ցանցով եւ կոմունիկացիաներով պատրաստը ավելի ճիշտ պատրաստ կլինի, եթե ավարտին հասցվեն Շուշ վարչակազմի շենքից մինչև հիվանդանոց տանող փողոցի կապիտալ վերակառուցման աշխատանքները, որոնք այս պահի դրությամբ ընթանում են։ Ընդհանուր առմամբ միայն վերջին 2-3 տարվա ընթացքում Շուշիի շրջանում մոտ 5.5 միլիարդ դրամ է ուղղվել շինարարությանը։ Ժամանակին վեճերի էր տեղիք տալիս հարցը, ինչպես վարվել Բերդաքաղաքում առկա ավերված կամ կիսավեր բազմաթիվ շինությունների հետ։ Ոմանք քանդելուն էին կողմնակից, ոմանք վերակառուցելուն։ Վեճերն անցյալում են, իսկ շինարարության պատասխանատուները կողմնորոշվելու համար արդեն հստակ ցանկ ունեն։ Կան նման շենքշինությունների վերականգնման հաջողված օրինակներ։ Դրանք այսօր Բերդաքաղաքի այցեքարտերի թվում են։ Արվեստի թանգարանն է, պատմաերկրագիտական թանգարանն է, արվեստի կենտրոնն է, մշակույթի նախարարության շենքն է։ Շուշիում այս ձեռքբերումները գնահատում են որպես Բերդաքաղաքի մշակութային կենտրոնի համբավը վերականգնելու հերթական քայլ։ Վստահ են Շուշիի համար հենց դա է նախասահմանված։ Վերջին տարիներն էլ այս հարցում ձեռքբերումների իրենց բաժինն ավելացրեցին։ Շուշիում մշակութային նոր օջախներ են սկսել գործել։ Կերպարվեստի թանգարանը, Շուշիի արվեստի կենտրոնը, երկրաբանական թանգարանն է բացվել, Շուշիի արվեստի կենտրոնում առանձին բացվել է Արցախյան գորգերի թանգարան մշտապես գործող, նախարարության շենքում գործում է Գյուրջյան համալսարանը, որը դարձյալ մեր մշակութային կյանքի հետ առնչություն ունի, ինչպես նաև Ղուկասյան եղբայրների անվան Արցախյան բարբարի եւ բանահյուսության ուսումնասիրության կենտրոնը։ Վերջիններից մեկը Շուշիում իր դռներն է բացել երկրաբանական թանգարանը, լրացնելով Բերդաքաղաքում արդեն գործող շուրջ կես տասնյակ թանգարանների շարքը։ Այստեղ ներկայացված է ակադեմիկոս Գրիգորի Գաբրիելյանցի անձնական հավաքածուն եզակի նմուշներով։ Ամնահին հատետ է պրոտերազոյե ժամանակ շրջանի քարնա միլիարդ 200 միլիոն տարեկան։ Մեր թանգարանը է ամնահինը։ Հիմնական ֆոնդը Գաբրիելյանցին է, որը ինքը հավաքել է 40
պետություններից եւ 20 Ռուսաստանի մարզերից, բայց կան նվիրատունները, բեյզ մետալսն ամեզ նվիրել շատ մալախիտները, ապարներ ունեք, շատ մարդիկ տարբեր Կարեն Գուլյանը նվիրել է շատ թանկարժեք միներալը սերդոլիկը։ Ռուբեն Վարդանյանն ամիթիստները նվիրել Բրազիլիայից շատ թանկարժեք, շատ գեղեցիկ նմուշներ են։ Դե նոր ցուցասրահ, ցուցադրություն, այստեղ նոր միներալների Էլի Գաբրիելյանցի կողմից վերացա։ Մշակույթի եւ ճարտարապետության ոլորտներում ձեռքբերումները, նաեւ տարեստարի ավելացող հյուրանոցները կարող են նպաստել Բերդաքաղաքում զբոսաշրջության զարգացմանը։ Սա էլ Շուշիի տնտեսության խոստումնալից ուղղություններից մեկն է, որտեղ ձեռքբերումներից շատ դեռ անելիքներ կան։ Տեսարժան վայրերից ամենագրավիչը տուրիստների համար տաք եղանակներին ջդրտուզն է, իսկ ցուրտ եղանակներին, կարելի ասած, թանգարաններն են միշտ այցելում։ Ունենք 4 թանգարան Շուշիում, կերպարվեստի թանգարան, պատմության թանգարան, երկրագիտական թանգարան եւ գորգերի թանգարան։ Նաեւ գնում են տեսնելու ռեալական ուսումնարանը, գնում են տեսնելու եկեղեցիները, մեր 2 եկեղեցիները։ Զբոսաշրջության զարգացումից հիմնական ակնկալիքները դեռ ապագային են հասցեագրվում, մինչ այդ էլ պարապ չեն մնում։ Վերջին տարիներին Շուշիում բազմաթիվ նոր ընկերություններ են սկսել աշխատել։ Արհեստավորների քաղաք է եղել Շուշին, այսօր փորձ է արվում քայլ առ քայլ վերականգնել նրա բարի համբավը։ Ղարաբաղ կարպետը առաջին ծիծեռնակներից մեկն է։ Գորգագործանը արդեն աշխատում է 3 տարի, անընդհատ շարժ կար, դուրս են գալիս, նորից մտնում աշխատանքի, ներկա պահին ունենք 35 աշխատող։ Շուշին ժամանակին արհեստների կենտրոն է եղել, նկարազարդ այս փողոցը մի կողմից հուշեր է արթնացնում, մյուս կողմից ապագա ծրագրերը գաղտնազերծում։ Շուշիում ծրագրում են ավանդական արհեստանոցների շարք ունենալ դեռ 19-րդ դարի շունչը պահող փողոցներից մեկում։ Դա ապագայում, իսկ այսօր Շուշիում կյանքի է կոչվում ոչ թե ավանդական, այլ 21-րդ դարի արհեստավորների բանակի ստեղծման ծրագիրը։ Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանում խոստանում են իրենց շրջանավարտները արհեստավորների նոր էլիտար սերնդի կորիզն են դառնալու։ Մոզյան արհեստագործական ուսումնարանը 2015-16 ուսումնական տարին սկսեց, իր դռները բացեց սեպտեմբերի 7-ին բոլոր այն ցանկացողների համար, ովքեր ուզում են դառնան արհեստավոր, 21-րդ դարի պահանջներին համապատասխանող արհեստավոր վարպետներ։ Մենք սկսեցինք բավականին մեծ հավաքակազմ ունենալով, մոտավորապես 60 հոգի արդեն հավաքեցինք, որոնցից արդեն վստահաբար կարող եմ ասել, որ 60-70%-ը մինչև հիմա բավականին լուրջ հմտություններ են ձեռք բերել եւ աշխատում են բազմաթիվ շինարարական կազմակերպություններում, անհատ նախագծերում։ Եզնիկ Մոզյան ուսումնարանի սաները Շուշիում միայնակ չեն, այսօր Բերդաքաղաքում գործում են մի շարք նոր կրթօջախներ, արդյունքում ամեն օր 1000-ից ավելի ուսանող եւ դասախոս է մտնում Շուշի։ 24 տարի անց ապրիլյան հաղթանակներով թարմացած վերածնվում է Շուշին կրթական ու մշակութային կենտրոնի նախկին կարգավիճակին վերադարձնելու հույսը։ Նորայր Հովսեփյան, Բենյամին Ղարախանյան, օր։ Մայիսյան եռատունի նախորդին Արցախի նախագահի նստավայրում տեղի ունեցել պարգևատրման արարողություն։ Հաղթանակի տոնի պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ ապրիլյան պատերազմում արիությամբ աչքի ընկած եւ պետական սահմանի պահպանման ժամանակ ցուցաբերած բացառիկ քաջության համար ավելի քան 6 տասնյակ հայրենիքի պաշտպաններ պարգևատրվեցին մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշաններով, արիության համար եւ մարտական ծառայություն մեդալներով։ Հրաձգային ջոկի հրամանատար կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանին հետմահուշնորհվել է Արցախի հերոս բարձրագույն կոչում։ Ոսկե արծիվ շքանշանը նախագահ Բակո Սահակյան հերոսի հորն է հանձնել։ Ռոբերտ Աբաջյանը ապրիլյան պատերազմի ժամանակ համառ կռիվ էր մղել հակառակորդի դեմ, իսկ վերջին նռնակով պայթեցրել իրեն ու հակառակորդի 1 տասնյակից ավելի զինվորների։ Անկախության սերունդը պատվով է կատարել հայրենիքի պաշտպանության սուրբ գործը։ Այս համոզմունքով է երկրի նախագահը պարգևատրել նվիրյալներին։
Մայիսյան եռատոնի նախօրեին, ինչպես միշտ, պարգևատրման արարողություն է։ Պարգևատրվողներն են մեծաքանակ։ Ապրիլյան պատերազմում արիությամբ աչքի ընկած եւ պետական սահմանի պահպանման ժամանակ ցուցաբերած բացառիկ քաջության համար ավելի քան 6 տասնյակ հայրենիքի պաշտպաններ պարգևատրվեցին մարտական խաչ 2-րդ աստիճանի արիության համար մարտական ծառայություն մեդալներով։ Ռոբերտ Աբաջյանը քառօրյա պատերազմի ժամանակ համար կռիվ էր մղել հակառակորդի դեմ, իսկ վերջին նռնակով պայթեցրել իրեն ու հակառակորդի 1 տասնյակից ավելի զինվորների։ Արմենակ Ուրֆանյանի վաշտն ապրիլի 2-ի գիշերը Ղարաբաղ-ադրբեջանական շփման գծում առաջիններից էր, որ ընդունեց հակառակորդի հարվածը, երբ հակառակորդը ներխուժում է Խրամատ, արդեն զոհված Ուրֆայանի զինվորներից կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանը ստանձնում է հրամանատարությունը եւ պատնեշի վրայից շարունակում մարտը։ Ռոբերտ Աբաջյանին հետմահու շնորհվել է Արցախի հերոս բարձրագույն կոչում եւ ոսկե արծիվ շքանշան, այն հանձնվեց հերոսի հորը։ Տղա էր, լավ տղա էր, հասնող, օգնող, մտածող, ինչքան լավ հանգամանքներ կա կարելի է իրան ասել, ճանաչողները կասեն, կցանկանան բոլոր զինծառայողները հասնեն իրանց ընտանիքներին, այդքան մի բան, խաղաղության մեջ թող ծառայեն մեր զինվորները։ Պարգևատրվողների մեջ են ապրիլյան պատերազմում իրենց քաջությամբ ու նախաձեռնությամբ հանդես եկած զինվորները։ Շարքային Գևորգ Մանուկյանը այն զինվորն է, ով ապրիլի 2-ին խոցել է հակառակորդի ուղղաթիռը։ Նա պարգևատրվում է մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով։ Հակատանկային դիվիզիոնի ավագ օպերատոր սերժանտ Մարատ Պետրոսյանը, ով թշնամու 5 տանկ է խոցել, նռնակացիկ Նարեկ Մալխասյանը, ով ուղղաթիռ է խոցել, պարգևատրվում են արիության համար մեդալով։ Հետախույզ գնդացրոր զենիթային կայանի հրամանատար սանիտար վարորդ թշնամին հետ է շպրտվել բոլորի միասնական անկոտրում կամքով։ Գումարտակի ողջ անձնակազմը իրենց խնդիրը լիարժեք կատարել է այդ ժամանակ։ Սենց որ շարունակվի շատ ենք ստանալու մեդալները։ Հագարագորտը զգալու է իր սեփական կաշվի վրա։ Զորակոչիկի կողքին էր աշխարհազորը։ Պետական պարգևների արժանացան նաև Արցախի ազատամարտիկների միության եւ Երկրապահ կամավորականների միության անդամներ։ Շնորհակալություն եմ հայտնում պարգևատրման համար եւ շնորհավորում եմ ձեզ եւ աշխարհահայությանը մայիսյան մեծ եռատոնի կապակցությամբ։ Եվ հավաստիացնում ենք ձեզ, որ մենք ազատամարտիկներս թշնամու ցանկացած ոտնձգության ժամանակ պատրաստ ենք սատար կանգնելու մեր հզոր բանակին։ Լինելու ենք Արցախում, պարոն նախագահ, այնքան ժամանակ Արցախցու կողքին, մինչև որ ամբողջ աշխարհը Արցախի անկախությունը չճանաչի եւ մինչև որ բոլորս միասին վստահ չլինենք, որ մեր սահմաններում ոչ մի վտանգ չի սպառնում։ Երկրապահ Արցախցու մի մասնիկն է, Արցախցու ընտանիքի մի անդամն է։ Քանզի Հայաստանի սահմանը սկսում է Արցախից։ Շնորհավորելով պարգևատրվածներին նախագահ Բակո Սահակյանը նշեց այն մեծ հերոսական ոգու մասին, որ ցուցադրեցին առաջնագծում կանգնածները։ Անկախության սերունդը պատվով կատարեց հայրենիքի պաշտպանության սուրբ գործը։ Մայիսի 9-ի եռատոնը մեր ամենաթանկ ու նվիրական տոներից է, որը հաղթանակի անձնվիրության, միասնականության, խիզախության, մեր պատմության հերոսական էջերը հիշելու եւ արժևորելու լավագույն խորհրդանիշներից է, ինչն առանձնահատուկ կարևորություն ունի Արցախի եւ համայն հայության համար, հատկապես այս օրերին։ Ադրբեջանը ապրիլի սկզբին լայնածավալ ռազմական գործողություններ ձեռնարկելով Ղարաբաղ-ադրբեջանական սահմանի գրեթե ողջ երկարությամբ հերթական անգամ փորձեց պատերազմի միջոցով իրականացնել իր ահաբեկչական ու հանցավոր ծրագրերը մեր ժողովրդի ու պետության դեմ։ Եվ միայն մեր պաշտպանության բանակի հզորության եւ ուժի, մեր զինվորների անօրինակ սխրանքի եւ անկոտրում ոգու շնորհիվ հնարավոր եղավ արժանի հակահարված տալ սանձարձակ թշնամուն, որը կրելով կենթանի ուժի եւ զինտեխնիկայի զգալի կորուստներ, պարտադրված եղավ խնդրել հրադադար։ Այսօր մենք բոլորս լի ենք հպարտության զգացումով մեր երիտասարդ սերնդի համար, որը ծնվել ու մեծացել է հայկական երկու հանրապետությունների անկախության տարիներին։ Նրանք արժանիորեն շարունակում են իրենց հերոս պապերի ու հայրերի գործը հայրենիքի համար ճակատագրական պահին կանգնելով նրա պաշտպանության դիրքերում։ Հակառակորդի հիմնական հարվածը ընդունել են մեր այն երիտասարդ տղաները, ովքեր կանգնած են եղել առաջնագծում։ Նրանց եւ նրանց օգնության հասած բազմաթիվ ազատամարտիկների եւ կամավորականների հերոսության ու խիզախության շնորհիվ հակառակորդը հետ շպրտվեց։ Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր ազնվորեն կատարեցին իրենց պարտքը հայրենիքի հանդեպ։
Ցավոք այդ օրերին ունեցանք անդառնալի կորուստներ, մարտիրոսվեցին տասնյակ քաջ հայորդիներ։ Ունեցանք զոհեր նաև քաղաքացիական բնակության շրջանում։ Նրանց անունները միշտ վառ կմնան մեր սրտերում։ Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք, բայց երբեք չենք հանդուրժի մեր պետության անվտանգության դեմ ուղղված որևէ փորձ եւ արժանի հակահարված ենք հասցնելու հակառակորդի բոլոր ոտնձգություններին։ Թանկագին բարեկամներ, ապրիլյան պատերազմի օրերին ողջ հայ ժողովուրդը նորից ոտքի ելավ, ցուցաբերելով աննախադեպ միասնականություն, ծանր պահերին համախմբվելու բացառիկ ունակություն, վտանգի մեջ հայտնված հայրենակիցներին ըստ ամենայնի օգնելու եւ աջակցելու, նրանց կողքին լինելու անգնահատելի պատրաստակամություն։ Արցախի շուրջ համախմբվեցին Մայր Հայաստանը եւ Սփյուռքը։ Ողջ ժողովուրդը դարձավ մի բանակ, յուրաքանչյուրն իր պարտքը համարեց օգտակար լինել ընդհանուր գործին։ Այս ճակատագրական օրերին մեզ հետ էին նաև տարբեր երկրների հասարակական քաղաքական գործիչներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ։ Մենք բարձր ենք գնահատում նրանց ազնիվ ու անաչառ աշխատանքը։ Հատուկ կուզենայի կանգ առնել այն աշխատանքի վրա, որն այս թեժ օրերին պահի ողջ լուրջության խոր գիտակցումով եւ բարձր պատասխանատվությամբ իրականացրին մեր պետական կառավարման օղակները։ Գործադիր սկսած նախագահականից օրենսդիր ուժային եւ բոլոր մեր պետական մարմիններն աշխատել են մեծագույն լարվածությամբ եւ արել են հնարավորը ցակած խնդիրները պատշաճ մակարդակով լուծելու համար, դրանով իսկ ցույց տալով ճգնաժամային իրավիճակներում աշխատելու պետական ինստիտուտների ունակությունը։ Այսօր մենք ավելի լավ գիտենք, թե ինչ է մեզ հաջողվել եւ ինչ բացթողումներ են եղել։ Անհրաժեշտ է կատարել մեծ աշխատանք բացահայտված թերությունները վերացնելու ուղղությամբ։ Այստեղ եւս մենք պետք է աշխատենք միասին ու համախմբված փոխադարձ հարգանքի մթնոլորտում։ Համոզված եմ, որ այս անգամ եւս մենք պատվով կհաղթահարենք բոլոր դժվարություններն ու փորձությունները, դառնալով ավելի ուժեղ եւ ամուր։ Մենք պաշտպանում ենք մեր հայրենի հողը, մեր տունն ու ընտանիքը։ Դա սրբազան պայքար է, որտեղ հաղթանակը այլընտրանք չունի։ Մեր հերոսական ժողովուրդը դա ապացուցեց իր խիզախությամբ ու տոկունությամբ, արժանապատվորեն հաղթահարելով բոլոր դժվարությունները, հանուն ազատ ու անկախ երկրում ապրելու իր իրավունքի։ Հարգելի ներկաներ, մեկ անգամ եւս շնորհավորում եմ նրանց, ովքեր արժանացել են բարձր պետական պարգևների։ Շնորհավորում եմ բոլորիս հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի եւ Շուշի ազատագրման օրվա կապակցությամբ։ Մաղթում եմ խաղաղություն եւ մեծագույն հաջողություններ։ Մարինա Մկրտչյան, Մհեր Մկրտչյան, Հայկ Բաբայան, օր։ Մայիսյան եռատոնը կերտվել է այն մարդկանց շնորհիվ, ովքեր երկրի պաշտպանության ազատ ապրելու իրավունքի համար զոհասեղանին են դրել ամենաթանկը։ Նրանց համար երկընտրանք չկար ու չկա։ 1992 թվականին խրամորձի Օնի Գրիգորյանն ընդամենը 14 տարեկան էր։ 2016 թվականի ապրիլի 2-ին նա զոհվեց զենքը ձեռքին։ Փոխգնդապետ Օնի Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է արիության համար մեդալով։ Ընկերներն ու հարազատները որ երրորդ անգամ լուսանկարներն են նայում։ Ամեն պահ թվում է իր մեջ կանխատեսող ինչ-որ բան ուներ։ Իրենք չհասկացան։ Այդ հուշարձանի մոտով անցնելիս տղաներին շիրմաքայերին նայում ասում եմ, ակնածանքով ոնց որ կարծես նախանձվել էր նայում։ Տղաները իրաց գործը կատարեցին, հերոսացան։ Իրաց փառքը միջև կեշու դարեդար։ Ինձ բաց ես ասում եմ, տղան ոնց որ շատ է արդեն դրանից խոսում, ամեն անգամ տեսնելուց։ Եվ ասում եմ, ամեն հայ տղամարդ է ձև պետք է լինի, իրան կյանքը եթե պետք է մահանա, պետք է կյանքը հայրենիքի համար տա։ Կարծես իմանում եմ, որ պետք է նրանց շարքը լարացնի։ Նա միշտ ասում էր, այս տղաները արդեն պատմություն են ընկել, բոլորին չէ որ կարող է հաջողվել եւ այսօր ինքը գտնում է այդ շարքում այդ տղաների կողքին, այդ հերոսների կողքին կարծես հասել էր իր նպատակին։ Մենք պարտական ենք նրանց եւ շնորհակալություն ենք հայտնում նման տղաներին։ Զինվորական հայրը որդու մասին խոսում է հպարտությամբ, ցավ կա, բայց այս պահին էլ չի կարողանում որդուն դեմ գնալ։ Թշնամին չպիտի տեսնի, թե որքան խորն է ցավը, որքան մեծ կորուստ է։ Պատրաստին արդյոք բոլորը չգիտեմ, զավակ կորցնեն հայրենիքը պահելու համար, բայց հայրենիքը պետք է պահի այլ կերպ հայրենիքը չի պահում։ Պահում է միայն արյունով։
Փոխգնդապետ Օնիկ Գրիգորյանը զոհվեց ապրիլի 2-ին։ Օգնության շտապեցին մարդ վարող զինվորներին, ընդունեցին մարդն ու հավերժացան։ Մանրամասները գիտեն նրանցից, ովքեր փրկվել են։ Փրկվել են նաև վիրավոր Օնիկի մարտը շարունակելու եւ ընկերներին գործելու հնարավորություն տալու կամքի շնորհիվ։ Ես էլ գիտեի, որ ինչ որ բան նա պիտի անպայման գնանա, հետ կանալ չի։ Կարծես ուզում էր ասել պապ տեսար գնացինք, կռվեցինք, հետ չգնացինք, շնամոն չթողենք, անցնի մեզանից եւ չանցավ, իրենց ինձ չանցավ, ինձ թշնամին չանցավ։ Տանն այնինչ նրան սպասում էին ապրիլի 6-ին, ամուսնության տարեդարձը պիտի նշեին։ Ապրիլի 2-ին սկսված մղձավանջը տևեց 8 օր։ Այն ապրիլի 2-ին Կարոնը եկավ, հավաք է, գնում ենք հարձակվել են։ Սպասում եմ հանգիստ չկա, միջև ժամի 5-ը չկա, 6-ին եկավ, շորթակի գնում ենք հոսպիտալ, Օնիկը վիրավորվել։ Գնացել ենք որ զենք ստանանք, այնտեղ ասացին որ Օնիկը վիրավոր է, լավ կլինի որ դուք գնաք հոսպիտալ։ Այսա կբերեն այնտեղ։ Գնացի հոսպիտալ, ինչքան ենք սպասում էի 100 ձեւի նորությունները լուրեր լսեցինք, իրար հակասող լուրեր։ Ինքը ինձ երազում ասաց, որ ապրիլի 10-ին կգա, եւ երազից ես արթնացա ու մայրիկիս տեսա լացելիս, ասեցի մի անհանգստացի մայրիկ, ու հայրիկը անպայման ապրիլի 10-ին կգա, եկավ, բայց իմ ուզած ձևով չի։ Ու վերջապես դու եկար, բայց ոչ այնպես, ինչպես միշտ, եկար դրոշով փաթաթված, եռագույնը սրտի դրած, տես հայրիկ, տղատ եմ մեդալ ստացել, ամեն մի տեղ գնալով, հպարտանում է տղատ քեզանով, իմացիր, միշտ քեզ կսիրենք ու միշտ պատիվդ բարձր կպահենք։ Տղան չի թողում, որ ես լացեմ, չեմ լացել։ Անընդհատ իմ աչքերին է նայում, ասում է մամա, պապան ասել է ես ձեզ պահելու եմ։ Ասում է ինձ մի քիչ պահի, ես մեծանամ, ես էլ ձեզ եմ պահելու։ Ես հիմա պիտի ուժեղ լինեմ, գիտեմ։ Տղան էլ թող Արցախի համար վերջի զոհը լինի, վերջի հերոսը լինի, որ Արցախի դրոշով փաթաթված եկել։ Հովիկի ներողված հոր վերջին խոսքը, նրան էր հայրը վստահել իր բացակայությունը, բարի դեմ ըմբոստանում են բոլորը։ Թեկուզ գիտենք, որ դու չկաս, բայց սպասում ենք, որ պիտի գաս։ Միշտ մեզ հետ ես, եւ կլինես միշտ մեր կողքին, մեր սրտի մեջ։ Անվախ, խիզախ, հայի պարծանք, իմ հոր եղբայր։ Աղդ չեմ հավատում ես, չեմ տեսա, չեմ հավատում։ Իմ մոտ է դա մենակ։ Չեմ տեսել ես իրան։ Հին հուշերին խառնված նոր ապրումները օգնում են կրկին բացահայտել ընկերոջը, զինվորին, հրամանատարին։ Վաշտի հրամանատար ժամանակ էր, որ առաջի անգամ վիրավորվեց։ Դեպերես մեկան եղել է, եկան նորմաս, մի 2 ժամից ասում է, բա 3 ժամից ասում է, բա տեղեկս Օնիկը վիրավորվել է։ Ասում եմ, ո՞նց վիրավորվել է, yani նոր փոխվել։ Ասում, բա Օնիկ, ես ոնց դարավ, ես գնացել չեմ ասել, որ մի քիչ մնա մի 2 ժամ հետո 3 ժամին գնա պոստերը, մա սերտս չի դիմանում, ասում է, երես մեկան եկել է, ես պիտի գնամ ցաղին տեղավորեմ նոր գամ։ Մեզ դառավ որ Օնիկից պաշտոն ընդունեցի։ 3 ամսից հետո մեկ զորամասում ճանաչվեց մեր ծառայությունը որպես լավագույն ծառայություն, բարենային ծառայություն։ Որ դրոշակտվին լավագույն ծառայության Անմիջապես ժողովից հետո ես զանգեցի Օնիկին, ասի որտեղ ես, բա ինչ ա եղել, ասում ուզում եմ քեզ դնամ, ոչ մեկան դրոշակը տվի իրան, ասի այս դրոշակը քոնն է։ Ես 3 ամիս ա որ ծառայության պետ եմ։ Մաքրություն էր։ Չէ չուներ էլի։ Սխալից շատ էր վախենում, որ չանի, իսատ գործ չթողի։ Մեղոնի քիչ ես գալիս տուն։ Ասում գործերը շատ։ Նայում է շաբաթօրը չկա։ 3 շաբթիներ է արդեն, լուսամուտից նայում է ավտոն էլի չկա։ Զանգում է Օնիկ, ուր ես, էլի չեմ եկել։ Համ հոգեբաներն ա ուժեղել, համ գրագետալ, համ վերջիլը ինքը ուրիշ ձևի էլ։ Մանկության ու ծառայեկից ընկերները որ երրորդ անգամ են վերլուծում այն, ինչ լսել են, փորձում հասկանալ, կարող էր փրկվել, չգնալ, չմահանալ, չկռվել միջև վերջ։ Ինչ որ մեկը գուցե, Օնիկը չէր կարող։ Գնաց ու փոխեց ամեն ինչ։ Իրենք հիմա կյանքին, ծառայությանը, պարտքին ու հայրենիքին նայում են Օնիկավարի։ Հիմա են հասկանում նրան։ Նրա անցած թվում է սովորական, բայց իմաստալից ճանապարհին են։
իսկ անցնելը այնքան դժվար է։ Ինքը ինչ արել է, մենք դա գիտեինք, նորություն չի մեր համար, իրան ով ճանաչում էր ընդհանրապես, ինքը գիտի ինչքան հայրենասեր է։ Պարծանքա, որ մեր ընկերը էջերի գնաց։ Հայրենիքին պաշտպանելիս իր զինվորի մոտ միջև վերջի փամփուշտը կրակեց, չթողնելով դիք։ Ուղղակի ինքը կատարեց իր ընտրությունը, այսօր ես հոգու խորքում մի փոքր հանգստություն եմ տեսնում այն պատճառով, որ սա իր որոշումն էր։ Հետ կանգնեցնել չէր լինի օրինակ մեկը։ Ինչքան ես իրան գիտեմ, հնարավոր չէր լինի, ինքը իր ընտրությունը եւ ես չեմ կարծում, որ ինքը սխալ է արել։ Ինքը ինչ որ արել է, ես գիտեմ, որ ինքը ճիշտ է արել, բայց միակ ճիշտ քայլը դա է երևի, որ կատարել է։ Այդ պայից հետո էլի կասեր, բա որ ես չէ, բա ով։ Թող վերջինը լինի, միաբերան ասում են հայրն ու մայրը։ Տղաները վաղը յուրաքանչյուրը գնալու է իր գործին, պաշտպանելու իր դիրքը, առաջնագծում լինի, թե թիկունքում, զոհված ընկերոջ վարքն ու հոր խոսքը որպես պատգամ տանելով իր հետ։ Եթե ապագայում ազատ հայրենիք չունենանք, էլ ով պիտի իմանա այդ տղաների տեղը։ Լուսինա Ավանեսյան, Մերուշա Մարտիրոսյան, օր։ Ապրիլյան պատերազմում եւ դրանից հետո պաշտպանության բանակի հրետանին հակառակորդին սթափեցնող ապտակ է հասցրել։ Ադրբեջանական զինուժի ծրագիրը չի փոխվել, երբ հաջողություններ չեն ունենում ռազմաճակատում, թիրախավորում են խաղաղ բնակչությանը։ Այդպես էր նաեւ ապրիլին։ Հետո հայտնվում են մեր հրետանու տարափի տակ ու լռում։ Երբ աշխատում է հայկական հրետանին, հակառակորդի թնդանոթներին մնում է լռել։ Քառօրյա պատերազմի ընթացքում մեր հրետանավորները գրադկայանքից հուժկու հարվածներ են հասցրել հակառակորդին։ Դրանք եղել են դիպուկ եւ ոչ միայն գրադի հարվածները։ Պաշտպանության բանակի հրետանային բրիգադներից մեկը նախահարձակ հակառակորդին արևելյան ուղությամբ պատասխանել է անմիջապես։ Հենց այն առաջի պահից տղաները լրիվ պատրաստ մշտական տեղակայմավայրից դուրս են եկել եւ մարտական քրական դիրքերը զբաղեցնելու պահից սկսած ամեն ձևի պատրաստ են եղել։ Ոչ մի խոճապի մատնվել, ոչ մի իրանացվել հարցեր չի եղել, բոլորը պատրաստ եւ բարձր տրամադրությամբ ողջավորված։ Իսկ ողջավորվելու համար տղաները մեկ առիթ ունեին։ Հրթիռը հասնում է թիրախին ու ոչնչացնում այն։ Ջոկի հրամանատար Մկրտիչ Ղազարյանը մարտական գործողություններից հետո է անկեղծանում։ Երբեք չի մտածել, որ ռազմական գիտելիքները պետք են գալու կյանքում, ավելի կոնկրետ զորավարժարանից դուրս, բայց պատրաստվում էր ինչպես բոլորը ու բոլորի հետ էլ հաջողության է հասել։ Ներքին էլ կար, արտաքին էլ կար, երբ որ տենում ենք մեծ հարված հասցնող թշնամուն մենք խոցում ենք, արդեն անկախ ամեն ինչից այդ ուրախությունը առաջանում է բոլորիս մոտ։ Չէի մտածում, որ մարտական գործողություններում պետք է գան, զուտ մտածում էի զորավարժությունների ժամանակը պետք գալու, բայց իրականությունը ցույց տվեց, որ այդ ամեն ինչը պետք է գա։ Մենք օգտագործեցինք էլի մեր գիտելիքները, թե տեսական, թե գործնական, ինչը որ սովորել էինք։ Պատերազմական գործողությունների ընթացքում կապավոր Դավիթ Հակոբյանն արագ հրամաններն էր փոխանցում, հետո կոորդինատները, որ հրետանավորները խոցեն։ Առաջին ինքն էր հասցնում ուրախանալ ընկերների դիպուկ կրակոցներով։ Ապրիլի սկզբին կանխել են հակառակորդի պլանավորված հարձակումն այնպես, որ Աղդամի ուղղությամբ մեր առաջապատстоրաբաժանումները մեծածավալ բախումներ չեն ունեցել։ Ադրբեջանական զինուժի շարասյունը խոցել են տեղ չհասած։ Միաձուլված էր ամեն ինչ այդ օրերին։ Բոլորս միասնական էինք։ Առհասարակ խտրականություն չէր դրվում, սպա, զինվոր, թե կամավոր։ Բոլորս միասնական էինք այդ օրերին։ Ոչ մի բան չի փոխվել, մենք նորից կանգնած ենք մենք տեղերում, մեր տեղերում, պատրաստ ենք նորից եւ կկանգնենք այնքան, ինչքան որ պետք լինի։ Հարկ եղած դեպքում էլ, որպեսզի հակառակորդին ճնշենք եւ կարողանանք ինչեւ վերջել ճնշած բայել։ Ռազմաճակատում զգալի անհաջողություններից հետո արդեն ապրիլի վերջին հակառակորդը թիրախավորել էր Արցախի սահմանամերձ բնակավայրերը։ Անարձագանք կոչերին հետևել է մեր բանակի հերթական հարվածը։ Ադրբեջանական բանակը կրկին հայտնվել է հայկական հրետանու թիրախում, որից հետո խաղաղ բնակչությանը վտանգ չէր սպառնում։ Այս ուղղությամբ կրակը վարում էր մայոր Սևակ Ղուլյանը։ Մենք կարելի է ասել այդ քառօրյա մարտական գործողությունների ընթացքում հաջողություններ ունեցել ենք, մեծ հաջողություններ ենք ունեցել, չի կարելի ասել, որ լրիվ հաղթանակել ենք, դեռ պետք է հաղթանակենք, մինչև որ մեր հակառակորդը լավ հասկանա, որ հայ ոգու հետ, հայ խաղաղության հետ պետք է չառնչվի եւ չխանգարի։
Քառօրյա պատերազմի օրերին ու հետո համալրվել են նաև բանակի հրետանային ստորաբաժանումները։ Զորացրվելուց տարիներ անց տղաները կամավորության սկզբունքով այստեղ են ու վերհիշել են իրենց զինվորական մասնագիտության նրբությունները։ Հիմա ստանձնել են այս տարածքի օդային անվտանգությունը։ Հակառակորդի անօդաչու թռչող սարքերը նաև մայիսի 9-ին են խոցելու։ Ժողովրդին մաղթում եմ խաղաղություն առաջին հերթին։ Հաջողություններ թե անձնական կյանքում, թե ընդհանուր նպատակներում, որպեսզի միշտ հաջողության մեջ լինեն։ Շնորհավորում եմ բոլորին մայիսի 9-ի կապակցությամբ, թող միշտ սենց սկոնել են, կանգունել են ու միշտ այսենց համախմբված լինի մեր ազգը։ Մեր բանակը, մեր զորքը հիմիկվա դրությամբ պատրաստ է, եթե նորից հարկ լինի, նորից արժանի հակահարված հասցնելու եւ եթե մեր հակառակորդը իրենց խելոք չպահեն, ապա արդեն եռատոնը կդառնա քառատոն։ Տոնական ու ոչ տոնական օրերին Պաշտպանության բանակի հրետանին կազմու պատրաստ է։ Բարձունքից Ադրբեջանն ափի մեջ է։ Մեր հրետանու հարվածն էլ հասանելի։ Նարեկ Սահակյան, Մերուժան Մարտիրոսյան, օր։ Թշնամու հերթական ոտնձգությունը վկայեց, որ հայի ոգին շարունակում է մնալ զորեղ։ Որդիները գերազանցեցին հայրերին։ Հայրենասիրության դասերն անկախության սերունդը լավ է սերտել։ Այս պատերազմում զուրակոչիկն իր կողքին կամավորին տեսավ։ Թիկունք թիկունքի չթողեցին, որ թուրքը ոտք դնի մեր սուրբ հողին։ Նուրայր Հաջյանն առաջին կամավորականներից էր։ Իմացյալ մահով անմահության ճանապարհը բռնեց։ Ուր եք գնում, ձեզ բարի ճանապարհից կապել։ Որ ուղղությամբ։ Դու մենք մեր հայրենիքը պաշտպանելու։ Պատերազմ են գնում, բարով գնացեք։ Այսպես երգելով մարտի մեկնեցին։ Ապրիլի 2-ին սահմանից եկող տագնապալի լուրերը լսելով Նորայր Հաջյանը առաջին կամավորականների խմբում մեկնեց Թալիշ։ Հնարավոր էր այլ սցենար։ Հարցիս պատասխանը դեռ 16-ամյա Նորոյի արարքն էր։ Դեռահաս էր, պատանի էր, աղվամազը երեսին, երբ առանց թույլտվության, առանց մեր կամքը հարցնելու, համաձայնությունը ստանալու, ինքը մեկնեց առաջին գիծ։ Այն ժամանակ առաջին գիծը այլ տեղամասերով էր անցնում եւ Ջոկատի հետ մեկնեց Գորիսի շրջանի Կորնիձոր գյուղ։ Մենք անհանգստացած էինք խիստ, քանի որ անդադ փնտրտուքների մեջ էինք, որոնում էինք։ Ի վերջո երրորդ օրը ինձ զանգահարեցին Գորիսի նույն այդ Կորնիձոր գյուղից, Գորիսի միլ պետներ իր ներկայացմամբ ասաց, որ ձեր որդուն գտել ենք, որտեղ այդ գյուղում, ինչ է անում, Ջոկատի հետ է, ինչ անեմ, հարցնում է, տվեք իրեն հեռախոսափողը, վերցնում է և տղամարդկային վճռականությամբ տեսակ սառ, ես առաջին անգամ եմ նրա խոսքը լսում այդպես իմ հանդեպ, պապա, միլպետին ասա, որ ինձ թողնի էստեղ։ Տարբեր ջոկատներում մասնակցել է Լաչինի, Ղուբացլուի ազատագրման մարտերին։ 1993-ից էլ Արծիվ 24 գումարտակի կազմում մարտնչել է Մարտակերտի ուղղությամբ։ Պուշկենյալ կոչվող տեղանքի թեժ մարտերի մեջ էր։ Գումարտակի հետ փառավոր ճանապարհ է անցել, մասնակցելով Դրամբոնի, Օմարի Լեռնանցքի, Քարվաճարի ազատագրմանը։ Երկու ամիս մեկ անգամ ջոկատը վերադառնում էր հերթափոխի, նորից մի շաբաթվա հանգստից հետո հետ դառնում եւ ամեն անգամ դե մենք գիտենք ուր է գնում, ռազմաճակատ գնալը դա նշանակում է մահվան բերան գնալ, որտեղ հավանականությունը գուցե թե 99% եթե ոչ ավելին է, մայրը անդադ լացում է, ես ամենայն դեպս որպես տղամարդին զսպում էի եւ միայն բավարարում էի իր ճակատը համբուրելով հայրաբար եւ ասելով բարի ճանապարհ, զգուշկաց, պինտկաց, տղամարդկաց։ Հարաբերական անդորի պայմաններում հին զինվորականի փորձառությամբ երբեք չէր կորցնում զգոնությունը։ 2 տարի առաջ, երբ կրկին սրվեց իրավիճակը, Նորայր Հաջյանը առաջնագծում էր։ Առասարակ իր զինվորական համազգեստը տանը զգեստապարանում պատրաստի կախված էր։ Եթե իրավիճակը սրվում է, արդեն աշխատանքից թե որտեղից անմիջապես գալիս է ու փոխվում ու գնում է։ Ընդորում
Իմանալով հանդերձ, որ դա մահվան բերան գնալը, իմանալով հանդերձ, որ ծնողներ է թողնում այստեղ, իմանալով հանդերձ, որ կին երեխաներ է, բայց ըստ երևույթին ես ուզում եմ ինձ համոզել գուցե թե այդպես չէ, բայց բոլոր դեպքերում փաստերը հակառակն են ապացուցում, որ այդպես է, հայրենիքն իր համար ավելի բարձր, քան մնացյալ ամեն ինչ։ Ջոկատում ամենափոքրը լինելով ճուտոմականուններ ստացել։ Ընկերների պատմածով խիզախ էր, վստահելի, երբեք չէր բողոքում զրկանքներից։ Սարգիս Խալափյանը նրանցից մեկն էր։ Նորայր Հաջյանի հետ նույն ժամանակահատվածում բռնեց հավերժի ճամփան։ Նախախնամության կամոք երկու ընկերների հետ հարցազրույցները պահպանվել են։ Սաղ ազգերը կերազեն հայի նման երեխա ունենա։ Հայի նման դուխով երեխա ունենա։ Ես իրենց ցավը տանեմ, ես անգամ զարմացած եմ։ Չէ, կասեի մեզանից մի քանի քայլ առաջ են։ Պատրաստ ենք լուբոյ վրեմա լուբոյ վաղ։ Առաջի գիծը կարան գնանք։ Ու առաջի գծում էլ եղել ենք։ Ես ինքս Հայաստանի երկրապահի անդամ եմ։ Մի քիչ վիճակն է խառը, բայց տենց կոնկրետ իշո բաներ չկա, տվյալներ չկա։ Սպասում ենք տենանք ինչա վերջելնելու։ Ու մարդիկ գալիս են։ Սաղնել գալիս են այդ բանի վրա պրոբլեմ չկա ասած։ Իրանց խոդով ոնց որ Հա, ստե ոչ մեկինը չեն կանչում, սաղ իրանց խոդով են գալի։ Հրաշալի տղաներ էին, ազգային գաղափարով տոգորված, հայրենիքը պաշտպանելու գաղափարով արվող, ապրող տղաներ էին դրանք, մինչև ուղնուցուցը այդ թումնայով ինքը։ Հնարավոր չէր այլ բան բացատրել, հնարավոր չէր նրանց հետ պահել այդ քայլից, նրանք պետք է անպայման գնային։ Ցավը խորն է, վերքը չի սպիանում։ Մտավորական հայրը փորձում է զսպել զգացմունքները, սակայն միշտ չի հաջողվում։ Նորոյի կենթանի պատկերը հետևում է ամեն քայլափոխի։ Մի ընտանեկան միջոցառում էր լինում, իմ աջ թևին ինքն էր նստում, ձախ թևին մյուս տղաս որդիս Երևանն էր նստում, եւ ես երջանիկ հայր էի զգում, մտածում ինչ լավ է, հայրը իր երկու որդիների հետ որ կողմ ցանկանամ կարող եմ հենվել։ Հիմա արդեն աջ թևս չկա։ Ամեն մայիսի 9-ին հայրը առաջինն էր շնորհավորում որդուն։ Տանը զինվորականը նա էր։ Այս երաթոնին Միքայել Հաջյանը իր մեջ ուժ գտավ կրկին շնորհավորանքով դիմել։ Նորայրից դժվար թե այլևս ինչ շնորհավորի մայիսի 9-ի կապակցությամբ, ուստի ես եմ դիմում Նորայրին եւ ես այդպիսի մի արտահայտություն եմ ստեղծել ինքս ինձ համար։ Եվ նորայրացած բոլոր այն տղաներին, ովքեր նահատակվել են դիրքերում հայրենիքի պաշտպանության ժամանակ, Արցախի պաշտպանության ժամանակ, նորայրացած, նահատակված, մարտիրոսված, այդ տղաները հերոս տղաներ են, այդ տղաները հրաշ տղաներ են։ Մենք ավակ սերնդի ներկայացուցիչներս երևի թե այնքան էլ լավ չենք ճանաչում մեր ժառանգներին։ Բոլոր ժամանակներում հայրերի եւ որդիների խնդիրները եղել են, որտեղ հայրերը միշտ էլ պնդել են, թե մեր ժամանակներն ուրիշ էին, մենք ուրիշ էինք, մենք լավն էինք, ավելի քան դուք եք։ Ոչ, մեր ժառանգները մի քանի գլուխ մեզնից, անձամբ մեզնից իմ տղան բարձր։ Ես հպարտ եմ, որ իմ տղան բարձր։ Որքան էլ կսկիծը խորն է, որքան էլ ցավը հնարավոր չէ դիմանալ այդ ցավին։ Ես հպարտ եմ իմ զավակով, որ գնացել է Կուրսկը դեմ էտվել թշնամու գնդակին։ Ափսոս ոչ միայն իրեն, ափսոս բոլոր այն տղաներին, ովքեր զոհվել են։ Երկու առու զավակ թողեց իրենից։ Ուշուի միջազգային մրցաշարին մասնակցած ու առաջին տեղ գրաված Գրիգոր Հաջյանը հաղթանակը նվիրել է քառօրյա պատերազմում զոհված հոր հիշատակին։ Ես երկու հոգում հետ եմ կռվել եւ երկուսին էլ հաղթել եւ այս հաղթանակը նվիրել եմ հայրիկիս։ Ուզում եմ դառնալ աշխարհի չեմպիոն, որպեսզի Արցախի հաղթական դրոշը ծածանեմ ամենուր, ասում է Գրիգոր Հաջյանը։ Մարինա Մկրտչյան, Հայկ Բաբայան, օր։ Երաթոնի նախորդին Արցախում հարգել են նրանց հիշատակը, ովքեր ընդամեն օրեր առաջ կյանքով վճարեցին հին հաղթանակներն ամրապնդելու եւ նոր հաղթանակներ կերտելու համար։ Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ երիտասարդների խմբեր են այցելել ապրիլյան պատերազմում հարազատ կորցրած ընտանիքներին։
Ապրիլյան պատերազմում Մարտակերտի շրջանից 3 զինվորական է զոհվել, երիտասարդների առաջին կանգառը Վանք գյուղում էր, խոնարհվում են Գեղամ Մկրտչյանի շիրմի առաջ, նպատակ ուներ շարունակել զինվորական ուղին, կինը ինքն էլ զինվորական լինելով դեմ չէր։ Ինքը միշտ եղել է բարի, համեստ ու միշտ սիրել է իր գործը, կատարել հրամանատարների տված պարտականությունները եւ այդ նույն պահին նույնպես ստանալով առաջադրանք մեկնել է մարտի իրականացնելու իր ծառայությունը։ Անգամ ամուսնու կորուստը չի կոտրել, պետք է ապրի նրա համար, ում ծննդյանն արդեն սպասում են, իսկ ինքը զինվորականի գործը շարունակելու է։ Ամուսնացել ենք 2015 թվականի հոկտեմբերի 3-ին, երկուսս էլ զինվորական ենք։ Ամուսնանալուց հետո տեղափոխվել ենք Մարտակերտ քաղաք, դա ծառայելու։ Խորցավը միշտ էլ մնալու է, տարիների ընթացքում շարունակում է քո հետ, բայց դե եթե ծառայության մեջ ես, պիտի շարունակես էլի այդ ծառայությունը։ Գոնե կատարես իր թողած գործերը, որը թողել ենք կիսատ։ Արցախյան ազատամարտում հաթերքը 57 զոհ է ունեցել, մտածում էին վերջ, Արամ Արուշանյանը դարձավ 58-րդը, արդեն թոշակի էր անցել, սակայն ապրիլյան պատերազմը սկսելուն պես շարք վերադարձավ եւ անմահացավ։ Նա հայրենիքի զինվորյալն էր, այսինքն միջև վերջին պահը նա պատրաստ էր գլուխը դնելու հայրենիքի զոհած հեղանին եւ այդպես էլ նա իր վարքագծով ապացուցեց այդ բանը։ Աստված այն մեր Արամը թող մեր սաղ հայազգի համար վերջի զոհան, 3 ախպերով էլ ծառայում ենք, 3 ախպերս է սպայինք, ինչ արած, դե ինձ հա։ Ես կարծում եմ, որ դա ինչ որտեղ գենետիկոն է, որովհետև իր պապը 4 եղբայրներով հայնական պատերազմում է մնացել, հայնասիրությունը իրենց այրան մեջ էր, եղբայրների 3 եղբայրով էլ ծառայում են, մինչ այսօր ծառայության մեջ են։ Չնայած ընթացքում Արամը վայնի թոշակի էր անցել, բայց հոգով ծառայության մեջ էր, իր խորհուրդներով զանգում էին, հարցնում էին, ցուցումներ էր անում։ Դեռ Արամի լինելու ժամանակվանից տղես ասում էր, որ մեծանամ զինվոր եմ դառնալու։ Գենետիկով են, պարտավոր են շարունակեն իրենց որ գործը։ Ձեր գործը շարունակում ենք, ննջեցեք խաղաղությամբ, այս գրություններով ծաղկեպսակներ են դրվել ապրիլյան պատերազմի բոլոր զոհերի շիրիմներին, նախաձեռնությունը մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությանն է, իրականացնողները երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներն են։ Երիտասարդները իրենց հոգուպարտն էին համարում այցելել զոհված հերոսների հարազատներին, շիրիմներին այցելել նաև մեծ ցավ ունենալով հանդերձ նաև ունենք մեծ հպարտություն, որ ազգը տվել է նման մեծ հայորդիներ։ Նորայր Հովսեփյան, Բենյամին Ղարախանյան, օր։ Երկրորդ համաշխարհային պատերազմին Արցախահայության մասնակցությունը հնարավոր չէ թերագնահատել։ Փոքրիկ Արցախը հայրենական մեծ պատերազմի ռազմաճակատ է ուղարկել 45000 զինվոր, նրանցից միայն 23000-ն է վերադարձել։ Ֆաշիստական զավթիչների դեմ մղված մարտերում արիությամբ ու խիզախությամբ իրենց անունները փառքով պսակեցին 29 խորհրդային միության հերոսներ, որոնց շարքում նաև կրկնակի հերոսներ Մարշալ Հովհաննես Բաղրամյանը եւ Բալթյան նավատորմի 47-րդ կարմրադրոժ շնգրոհային ավիագնդի հրամանատար փոխգնդապետ Նելսոն Ստեփանյանը։ 7 արցախցիներ դարձել են փառքի իշխանանշանի լրիվ ասպետներ։ Ռազմաճակատի տարբեր հատվածներում իրենց ռազմական տաղանդով փայլել են ծնունդով Արցախցի ԽՍՀՄ 3 մարշալ, 24 գեներալ, 3 ծովակալ։ Մեծ հայրենականի տարիներին ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովը եղել է ռազմածովային նավատորմի ժողկոմի առաջին տեղակալ, նավատորմի գլխավոր շտաբի պետ։ Ռազմաճակատում կրվող քաջազունների մարտական սխրագործություններն ամրապնդվել են թիկունքում։ Միասնության շնորհիվ կերտվել է Բաղձալի հաղթանակը։ Այդ հաղթանակը կերտողներն այսօր մեր կողքին են։ Մայիսի 9-ը հայ ժողովրդի պանծալի տոներից մեկն է, որն ամփոփում է իր մեջ մեր պատմության դժվարին, բայց փառավոր էջերը։ Հպարտությամբ խոսում ենք միանգամից մի քանի հաղթանակների մասին, որոնք վկայում են հայի անպարտելիության ուժը։ Խոսելով հայրենական մեծ պատերազմի մասին, միանշանակ պետք է ընդունել, որ հայ ժողովուրդն արժանի ներդրում է ունեցել հիտլերյան Գերմանիայի դեմ պայքարում։ Ցավոք գնալով նոսրանում են մեծ հայրենական պատերազմի մասնակիցների շարքերը։ Սերգեյ Արզումանյանը նրանցից մեկն է։ Հայ զինվորի սխրանքի մասին խոսում է ոգևորությամբ եւ զուգահեռ տանում իր բաժին կռվի ու արցախյան ազատամարտի միջև։ Մի բան ակնհայտ է, թե ֆաշիստական Գերմանիա եւ թե Ադրբեջանի սանձազերծած պատերազմները հայի համար եղել են հայրենական։ Երկու դեպքում էլ վճռվում էր մեր ժողովրդի ապագան։ Երկու դեպքում է հայրենիքն ենք պաշտպանում եւ այն ժամանակ մեր հայրենիքն ենք պաշտպանում։ Հիտլերյան Գերմանիա։ Այդ հայրենիքը մեծ հայրենիքը,
Սովետական փոքր հայրենիքը հիմա Ղարաբաղը Հայաստանն ակրվել է քաջավար հայրը միշտ իրենց զաբերը որ քաջ զինվորներ հայրենիքի իսկական պաշտպաններ եւ հիմա մեծ սենդու ոչ մեծ նման մեծ գերազանցը չեն կարելի ասել Մարշալ Ժուկովի բնորոշմամբ հայ մարտիկները զինվորից մինչև մարշալ իրենց ծածկել են քաջարի ռազմիկների անթառամ փառքով։ Սերգեյ Արզումանյանն էլ այդ կարծիքին է եւ նշում է հայի առավելությունը մեծ հայրենականում։ Դուել եք 4 մարշալներ, դուել եք կրկնակի 2 հերոսներ, Ադրբեջան թող մեկին նշել։ Վաղարշա Գրիգորյանը հազարավոր հայ զինվորականներից մեկն է, իր ուժերի չափով նպաստել է մայիսյան 9-ի հաղթանակին։ Ասում է 41 թվականին, երբ պատերազմն սկսվել է, ռազմաճակատ են մեկնել իր 2 հորեղբայրները, ավագ եղբայրը, նրանց միացել է 43-ին։ 43 թիվին մեր գյուղան 13 հոգի, 25 թիվ կանչալն բանակ, որից միննել ես։ Դրանցից եկալն 4 հոգի։ Մենակ ես ումելալ հայ այդ բանը մտ, բրիգադը մտ։ Դե հինչասիմ ուժս պատածը արալամ։ Ալեքսանդր Օսիպովը 18 տարեկանում զինվորագրվել է հայրենիքի պաշտպանության սուրբ գործին եւ անցել է պատերազմի ամբողջ ճանապարհը։ Պատերազմի ժամանակ շատ բաներ տեսա, շատ դժվարություններ քաշեցի, բայց էլի մենք ժողովուրդը ամբողջ սովետական ժողովուրդը հաղթեցին գերմանական ֆաշիստներին։ Մայիսյան երաթոնի կարևոր բաղկացուցիչն է Շուշիի ազատագրումը։ Այն դարձավ հայրենական ռազմական ուժերի առաջին նշանակալից հաղթանակը Արցախյան ազատամարտում։ Շուշիի ազատագրումը պատմական անհրաժեշտություն էր, կոչված վերականգնելու հայկական հինավուրց հողի վրա հայերի ապրելու բացառիկ իրավունքը։ Տոն է Շուշիի ազատագրման, ինչը շատ նման էր հայերենական պատերազմն Ստալինգրադյան ահեղ, մահու եւ կենաց ճակատամարտին։ Ու եթե ինձ հարցնեք, ես կարող եմ ուղղակի հավասարության նշան դնել, որ երկու դեպքում են այս երկու մարտերը շրջադարձային պահ հանդիսացան հետագա մեր հաղթանակներուն համար։ Հայերի սխրանքը զավակները կրկնեցին Արցախյան գոյամարտում եւ խաղաղություն պարտադրեցին մինչեւ ատամները զինված թշնամուն։ Առանց զենքի հաղթալն թորքեն։ Եվ սոր թորքը ելակիլո հատից ծրա։ Մնան են գալավեր հաղթվալա։ Իրանք շատ են։ Մեզ զենք չունեինք, ոչ մի բան չունեինք մեզ, բայց մեր երիտասարդությունը հերոսական կերպով էլի առանց զենքի էլի հաղթեցին, էլի մեր հերոսական ժողովուրդը, այս անգամ ես իմ կարծիքով մեր բոլոր հայությունն է հաղթալ, ոչ թե մենակ Ղարաբաղը, ոչ թե մենակ Սաղաշխարհքիս հայությունն է հաղթալ։ Եվ այսօր օրը ես պարծենեմ իմ ժողովուրդավս, իմ հային էլավս։ Ես ուզում եմ նախ եւ առաջ իմ խորին գոհունակությունը ու շնորհակալությունը հայտնել մեր բոլոր զինվորներին, մեր բանակի բոլոր ջոկատների, նրանց ղեկավարներին ցուցաբերած հայրենասիրության, հերոսության, աննկուն կամքի համար, որ կարողացան նույնիսկ լրիվ կերպով չիմանալով ինչ է սպասում իրեն, կարողացան համապատրաստի այնպես կազմակերպել, այնպես ուժ ցուցադրել, ծնկի բերեցին թշնամու։ Պատմությունը կրկնվում է։ Այսօր էլ հայրենիքի սահմանն իրենց կյանքի գնով պահում են մեր 18 տարեկան զինվորները, իրենց մեջ ամրապնդելով մարտերում կոփված հայոց հաղթական ոգին։ Վահար Ռուստամյան, Աշոտ Գասպարյան, օր։ Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի ունեցել մեծ հայրենական պատերազմում հաղթանակի 71-ամյակին նվիրված զորահանդեսը։ Համաձայն ավանդույթի Ռուսաստանի Դաշնության գլխավոր հրապարակով անցել են զորքերի բոլոր տեսակները, ավելի քան 10,000 մարդ, ինչպես նաև 135 միավոր ռազմական տեխնիկա։ Կրեմլի վրայով թռիչք են իրականացրել 71 ինքնաթիռ ու ուղղաթիռ Ռուսաստանի Դաշնության ռազմատիեզերական ուժերի 17 ավիախմբերի կազմում։
Իսկ Մոսկվայի Լուժնիկի մարզահամալիրում ընթացող միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող Ալբերտ Ղազարյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին։ Մեր մարզիկը մրցակցի նկատմամբ հաղթանակի է հասել արդեն առաջին ռաունդում։ Հատկանշական է, որ Ղազարյանը ռինգին է մոտեցել զինվորական համազգեստով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական դրոշների ուղեկցությամբ։ Հաղթանակից հետո Ալբերտ Ղազարյանը հայտարարել է, որ հաղթանակը նվիրում է ողջ հայ ազգին եւ հայ զինվորին։ Альберт Ghazaryan побеждает волевым приемом, удушающим. И это опять-таки победа досрочная в первом раунде. Ну что ж, Альберт Ghazaryan подтвердил репутацию бойца, который одинаково хорошо бьет и одинаково хорошо работает болевыми и удушающими приемами. Ես հաղթանակը նվիրում եմ իմ հայ ազգին, իմ հայ զինվորներին, ովքեր այսօր պոստում կանգնած մեր հողը ամուր պահում են, ես ձեր ցավը տանեմ։ Ալբերտ Ghazaryan։ Իսկ դիրքերում կանգնած մեր զինվորները ամուր են ոգով եւ հավաստիացնում են լոխ լավա։ Շնորհավոր երաթոն հայրենակիցներ եւ խաղաղություն մեզ։ Խաղաղություն մեզ։ Ուրախ եմ, որ այս իմ վերջին 100 օրը իրոք մեծ գործ եմ անում։ Մենք պատրաստ ենք յուրաքանչյուր պահ մեր ունեցած ուժերի սահմանում հակառակորդին կանգնեցնել եւ հետ շփոթել իր երման դիրքեր։ Իրանք գիտեն, որ մեր համբերությամբ այժմ որ լսվեց, մենք չենք կանգնելու, ոչ մի բան էլ մեզ չի կարող պահել։ Մեր մարտական ոգին միշտ բարձր է, մենք հպարտ ենք մեր մայրերով, մեր սիրելի ընկերներով, մեր հարազատներով։ Պետք կլինի կմտնենք, կջախջախենք, կհենենք։ Հակառակորդին հաջողվել է երևի ցույց տալ իր անմարտունակությունը։ Այն որ ջահայնանում է, թուրքը պետք է փախնի միանշանակ։ Պետք է տենց պատմությունից է եկած բանը, ինքը փորձում է, մենք պատասխանը տալիս ենք։ Հակառակորդը վերջապես նորից ու նորից գոլոխ հանգալվել այստեղ իրան պենչոն անելու։ Позже мы они, воркин они, совместно килана таракалач. Озима земля. Իրանք ինչ տեխնիկա էլ ուզում են հանեն, ինչ էլ ում էլ ուզում են հանեն, բերեն, ինչ ուզում են բերեն։ Մեր մոտ պետք է ոչ միական բան չի փոխում, մեկը գիտենք, որ մենք կարող ենք անել։ Այնպիսի պատասխան ենք տալիս, որ կարողանում ենք միանգամից լրացնել նրանց կրակակետերը։